նախ ուզում եմ ճշգրտել քիչ առաջ փակլիստում ձեր ձայնը բարձր լսվում էր, մեր հրավերներով ուզում էինք հասկանալ շուտ ինչի վրա էիք գոռում, ինչ գոռոցներ կամ ու վրա ինչ թեմայի շուրջ էր ամենը։ Հարգելի գործընկերներ, հենց առանձնապես նմանատիպ քորքորոց կամ վեճ որպես այդպեսին չի եղել, կար նիստի պահպանելու համար ընդամենը ասել ենք լղություն դահլիճում նմանատիպ ուրիշ բան չի եղել, ինչ Չէ, բնավ։ Թե ձեզ ասում են ինչու սրեցիք իրավիճակը, ուժեղները հելան գնացին, դուք էլ գոռարում։ Ես զարմանում եմ ձեր այս երևակայությամբ, պարոն Կիրակոսյան, դուք մինչև հիմա ինչու ֆանտաստ գրող չեք դարձել։ Չէ, անկեղծ չէ։ Հայրցին պատասխանեցի քիչ առաջ։ Այդ թեման քննարկվել է ձեր Չէ, ընդհանրապես այդտեղ ինչ կար իմ պահվածքի։ Համեցեք, ինչ կար իմ պահվածքի հետ ինչ կար կապված, պարոն Կիրակոսյան, ուզում եմ հասկանալ։ Ինչով սրեցի։ Դիմացա բանա, մի բառասն մեկ հակադարձեք, թե դուք կտակ հարցը ստանում Նիստումը ավարտում եք, ձեր հարցը դրա համար եմ պատասխանում։ Դե ավարտեք, շատ լավ, ավարտեք։ Խմբակցության նիստի ժամանակ պարոն Ալեքսանյան քննարկվեց ձեր կողմից նիստը վարելու ընթացքում լարվածությունը առաջացնելու դրվագը ուժայիններին ներս հրավիրելու պահը, թե ոչ, որտեղ մենք ակնհայտ եղան, որ դրանից հետո ուժեղ Հայաստանի պատգամավորները դուրս եկան եւ գնացին։ Ոչ, նման հարց չի քննարկվել առհասարակ, որովհետև լրիվ աշխատանքային իրավիճակ է դահլիճում տեղի ունեցել։ Ես նկատողություն եմ արել պատգամավորին տեղից խոսելու համար, պատգամավորը շարունակել է, ես նորից եմ նկատողություն արել, պատգամավորը նորից է շարունակել, ես այլ կարգապահական միջոց եմ կիրառել, պահանջելով որպեսզի պատգամավորը մեկ օրվա նիստի ընթացքում լքի դահլիճը եւ դահլիճում չլինի, պատգամավորը հայտնել է, որ դահլիճից դուրս կգա, երբ ինքը կուզենա, ինչը խախտում է եւ կանոնակարգ օրենքի համաձայն նախագահողը այդ պահին պարտավոր է ներս հրավիրել անվտանգության աշխատակիցներին, որպեսզի վերջիններս հեռացնեն պատգամավորին, բայց քանի որ անվտանգության աշխատակիցների ներս մտնելուն պես պատգամավորը հայտնեց, որ ինքը պատրաստ է լքի դահլիճը, ես լսել եք հուսով եմ, որ աշխատակիցներին խնդրեցի չմոտենալ, քանի որ պատգամավորը ինքնական պատրաստվում է լքել դահլիճը։ Այսինքն ամեն ինչ մի վարքյան ավարտեմ, այսինքն ամեն ինչ տեղի է ունեցել բացարձակապես ազգային ժողովի կանոնակարգ օրենքի սահմաններում, պարկեշտության սահմաններում, մինչև վերջի պահը պարոն Ղազենյանի հետ խոսել եմ դուքով, մինչև վերջի պահը փորձել եմ այնպես անել, որպեսզի իրավիճակի լարումը կամ սրումը մինիմալ լինի, բայց այնուամենայնիվ ազգներեք, բայց այնուամենայնիվ ազգային ժողովի նիստերի ընթացքում կանոնը պետք է պահել։ Ավարտի թող հետո։ Ասում են, որ դիմավորներն ասում են, որ դուք յուրաքանչյուր ելույթից հետո քաղաքական մեկնաբանի նման մի հատ կոմենտ եք տվել, մի հատ միտք եք ասել, ինչը բանալ ազգային ժողովի կանոնակարգի խախտում է, դուք ինչու եք մեկնաբանում։ Այդպես չի, նախ ազգային ժողովի կանոնակարգով արգելված չի նիստը վարողին որևիցե պահի արտահայտվել, դա մեկ, երկրորդ նիստը նախագահողը պարտավորություն ունի ապահովել նիստի բնականոն ընթացքը։ Նիստի բնականոն ընթացքը ինքը լայն եզրույթ է։ Իմ ընկալմամբ, երբ խոսում ազգային ժողովի ամբիոնից պատգամավորը եւ փաստացի ապատեղեկատվությունը հայտնում քիչ առաջ տեղի ունեցածի մասին ազգային ժողովի նախագահողի պարտավորությունն է նաեւ ինչ որտեղ ճշգրտում մտցնել, որովհետեւ դուք տեսաք, որ Տիկին Արեգա Հովսեփյանը իր ելույթում ասեց Արայիկ Հարությունյանը ինձ հարցրեց, արդյոք ես ճանաչում եմ Արցախը Ադրբեջանի կազմում։ Հիշում եք, ուղիղ մեջբերում եմ անում իր խոսքից։ Այնինչ Արայիկ Հարությունյանը նման արտահայտություն եւ բառակապակցություն չի ասել։ Ես պատրաստվում եի ընդամենը մեջբերել այդ արտահայտությունը։ Դե հարգելի գործընկեր, ես Տիկին Հարգելի Ռուզաննա, ես մեղավոր չեմ, որ մեր ընդդիմադիր գործընկերները որոշել են նոր քաղաքականություն որդեգրել, գալ ազգային ժողովի ամբիոնի մոտ եւ մեզ վերագրել բաներ, որոնք որ մենք չենք ասել։ Խնդրեմ, համեցեք։ Երբ դուք ընտրվում եք խոսնակ, այդ Ջանը նաև Դենյանը, դուք խոստանում եք, որ դուք տրախանություն չեք ունենալ, չեք լինելու միայն ԿՊ-ի խոսնակը, դուք լինելու եք ընդհանուր ամբողջ աշխարհի պատմությունների խոսնակ։ Փող խոսնակը իմ դեպքում, խոսնակը Ռուբինյանի դեպքում, այո։ Բայց հիմա մենք տեսնում ենք, հիմա մենք տեսնում ենք, որ այդ Կոնջորյանը, Աննա Գրիգորյանի ելույթի ժամանակ,
միջամտում, այն որ բաներ ասում, երկրի սատանում է, նորից վերադառնում է, դուք էլ երբեմն ինչ որ ռեպլիկներ եք անում անընդհատ, կարծիքներ եք հայտնում եւ այն դա ազգային ժողովի կանոնավոր օրենքի որ ոդկացով է սահմանված, որ դուք արանքում անդադմունքներ հենց կոմենտներ անեք։ Չէ, ինձ թվում է դուք դրանով չեք սադրում ընդդիմադիրներին։ Կներեք, բայց չէ, ինձ թվում է դուք նախ երբ որ ասում ենք, որ պետքա լինի բոլորի խոսնակը կամ փոխխոսնակը, ինձ թվում է վերջին օրերին նիստերը վարելու իմ ընթացքից տեսած կլինեք, որ ընդհանրապես տարբերակում չեմ դնում ԿՊԱ-ական, ուժեղ հայաստանական եւ հայաստանական падգամավորների միջեւ, ով անկարգություն անում, ով խախտում է նիստի բնականon ընթացքը, բոլորին տալիս եմ նախազգուշացումներ, բոլորի նկատմամբ կիրառում եմ կարգապահական տույժեր, որպեսզի ապահովեմ դահլիճում նիստերի բնականon ընթացքը եւ այդ մասին նաեւ ընդդիմադիր հայտնի պերսոնաժ падգամավորը իր հարցազրույցում կարծեմ 3 էր որ լրագրողներից մեկին հայտնեց, որ նույնիսկ սեփական խմբակցության падգամավորների նկատմամբ բավականին կոպիտ բառապաշար է օգտագործում Ալեքսանյանը, ինչ իհարկե այդպես չի, բայց առնվազն մարդը տեսել է, որ կա այդ համահավասարություն եւ ընդդիմադիր падգամավորն անգամ արձանագրել այդ համահավասարությունը։ Հիմա ես մեղավոր չեմ, որ մեր խմբակցության падգամավորները այդ նախազգուշացումներին վերաբերվում են լուրջ եւ ըստ պատշաճի։ Այնինչ այսօր պարոն Ղազենյանը ցավոք սրտի եմ ասում, այդպես չվերաբերվեց, որովհետև կներեք նորից եմ ասում, չի կարելի նախազգուշացումից հետո շարունակել խոսել, հետո խոսելուց հետո էլի խոսել ու վերջում էլ ասել երբ կուզեմ այդ ժամանակ դուրս կգամ դահլիճից, կներեք չի կարելի, այդպես չի լինելու։ Բայց դուք եք պատգամավոր, Ղազենյանները պատգամավոր, եթե դուք Այո։ ռեպլիկներ եք անընդհատ անում, իրենք էլ հետևաբար, եթե հավասարություն ունեն, կարող են ռեպլիկ անել, ստացվում։ Չէ, չի ստացվում։ Չէ, չի ստացվում, դե կներեք, որտեվ դա իսկ կներեք, դա ի սկզբանե հավասարություն որպես այդպեսին չկա, որտեվ նիստը վարողը մեկն է։ Այդտեղ ի սկզբանե հավասարություն չկա։ Անընդհատ կարող եք ռեպլիկներով Չէ, հիմա ես հասկանում եմ, որ հիմա անդիմությունը ձեզ թեզ է տվել, որը դուք անընդհատ փորձելու եք շարունակել, թե իբր դա է պատճառը, ոչ դա չի պատճառը տեղի ունեցածի։ Տեղի ունեցածի պատճառը այն է, որ падգամավորը որոշեց, որ ինքը պետքա չի ենթարկվի նիստը նախագահողի պահանջներին, որոնք օրինական էին եւ բխում են ազգային ժողովի կանոնակարգ օրենքից, խնդրեմ։ Պարոն Ալեքսանյան, այսինքն նիստը վարողը անընդհատ կարող է падգամավորների ելույթներից հետո պարբերաբար ռեպլիկներ անել, թե ըստ կանոնակարգի պետք է հետագրվի արտահերթ ելույթի համար, նա ելույթով է ամեն ինչ ասի։ Կանոնակարգը ո՞նց է։ Նիստը վարողը անընդհատ կարող է ցանկացած ընդդիմադիր падգամավորի խոսքից հետո ռեպլիկներ անել, ընթացքում ռեպլիկներ անել, թե ասի ելույթ ունենա, արտահերթ ելույթ ունենա ու նա ելույթով իր դիտարկումները անում։ Ես չեմ հասկանում, թե դուք ինչու եք այդ իմ կողմից հնչած արտահայտություններին վերագրում ռեպլիկ բառակապակցությունը, գուցե դա այդպես բանան։ Շատ լավ, այնուամենայնիվ։ Ես հստակ նկարագրեցի իրավիճակը, երբ որ հնչում է հստակ, ապա տեղեկատվություն ազգային ժողովի ամբիոնից, բացարձակ սուտ, կատարյալ, ակնհայտ սուտ, որը կարելի է ուղղակի բացել, YouTube-ը հետ տալ, մապը ուղղակի, այն որ հետ սխմում եք 2 անգամ 10 վայրկյան հետ է գնում, այդպես մի քանի անգամ սեղմել, հետ տալ ու լսել հարցը։ Երբ որ նման սուտ է հնչում, այո, ես իմ պարտականությունն եմ համարում, այդ սուտը ջրի երես հանել, կներեք։ Ես Աննա Գրիգորյանի ելույթի ժամանակ նիստ չեմ տեսել, դրվագը լավ չեմ հիշում, չեմ կարող մեկնաբանել, բայց ես ասում եմ ձեզ կոնկրետ դրվագը։ Եթե մեր գործընկերները չեն ուզում նման որպեսի նախագահողը միջամտի եւ հստակություն մտցնի իրավիճակում, ապա խորհուրդ եմ տալիս եւ ուղղակի խնդրում եմ ազգային ժողովի ամբիոնից սուտ չխոսել։ Չէ, չեմ կարող ես այդ պահին արտահերթ, կներեք, այդ պահին ես չեմ կարող արտահերթ ելույթ ունենալ, որովհետև դա տեխնացուի եզրափակիչ ելույթներ։ Եթե նմանատիպ հնարավորություն լիներ, չէի զլանա եւ հենց այդպես կանեի ու կներկայացնեի, որ դա սուտ է։ Բայց կներեք, որտեվ նաեւ ինչը վերաբերվում է կոնկրետ իրավիճակին, տեսեք, ինչա նշանակում նիստի բնականon ընթացք։ Երբ որ գալիս են ազգային ժողովի ամբողջովին, ես որ գամ հիմա այստեղ կանգնեմ ու ասեմ, որ դուք քիչ առաջ հայհոյել եք Հայաստանի Հանրապետության քաղաքացին, դուք բնականաբար տեղից կարձագանք եք, ճիշտ է։ Չէ, եթե ես հիմա սուտ ասեմ ձեր մասին, ձեր ասացի մասին, դուք տեղից կարձագանք եք։ Բնականաբար լարում կսկսի եւ
եւ այդ ամեն ինչ կխաթարի նիստի բնականon ընթացք։ Եվ ես տեսա, որ падգամավորների կողմից կար նաեւ որոշակի ընդվզում, եթե կուզեք, որտեղ ամբողջից քիչ առաջ սուտ էր հնչել։ Եվ այդ այսօր ձեր իշխանական падգամավորներից Արեգա Հովսեփյանին վիրավորել են։ Ով է վիրավորել։ Ուղիղ խոսքով օրինակ ես չեն ասում, չգիտեմ, դուք ինչու չընդհատեցիք։ Չէ, կներեք, չէ, մի վարքյան։ Դա Արեգայի մասին չի ասում, Արեգա Հովսեփյանի մասին չի ասում։ Դուք հիմա խեղաթյուրում եք։ Տեսեք հիմա դասական իրավիճակ, հարգելի գործընկերներ։ Մարդը մեկնաբանելով Նարեկ Կարապետյանի խոսքը, որ Նարեկ Կարապետյանը իբր խոսքը երկարացնում է, այսպես բանա մանևրում է իր խոսքը հերվից է բերում, քանի որ ուղի խոսքը էշին են ասում։ Այսինքն դա ուղված չէր այդ բառը, որը որ վիրավորական է ակնհայտորեն հաստատ ուղված չէր Արեգա Հովսեփյանին, դուք եկել այստեղից ասում եք, այ ձեզ սատարող քաղաքական թիմի ներկայացուցիչները նույն գործելակերպն են վարում ազգային ժողովի դահլիճում եւ ես էլ ստիպված եմ լինում հարգելի գործընկերներ միջամ լավ եղավ Ալեք Ալեքսանյանին է ճիշտ է պատկանում ձեր լրատվամիջոցը, որը ուժեղ Հայաստան կուսակցության անդամ տեսա ընդհանրապես ասում եմ որ այդ համանման գործելավոճը նկատելի է Լրագրողը չէ, ասում եմ ձեր լրատվամիջոցին սատարող։ Հիմա ինչն է անհասկանալի, ինչն է խնդիր ուզում եմ հասկանամ, այդպես չի։ Սեփականատերը ուժեղ Հայաստանի անդամ չի, չէ, վատ կամ լավ բանով չեմ ասում, նորմալ է, իրավունք ունի, սեփականության իրավունքով տիրապետում է լրատվականի, ինչն է խնդիր։ Չէ, լավ չունի, համարենք չունի, ներողություն եմ խնդրում, եթե ձեզ տհաճ թվաց իմեծ ձևակերպումը։ Շատ լավ, ներողություն եմ խնդրում նորից։ Շատ պարզ կարծում եմ գործելավոճում ուղղակի փոփոխություններ պետք է չլինեն եւ նիստը պետք է վարենք ըստ կանոնակարգի, ինչպես որ արել ենք մինչև այժմ, իսկ ինչ վերաբերում պարոն Չախոյանին, ես չեմ հիշում դեռ որ պարոն Չախոյանին հնչի նկատողություն կամ նախազգուշացում եւ վերջինս օրինակ ասի ես եք ձեզ եմ նախազգուշացում հայտարարում կամ օրինակ ասի չեմ լռելու երբ ուզեմ խոսելու կամ ասի դուրս չեմ գալու երբ իրեն հրահանգվի վարողի իրավունքով որպեսզի նա դուրս գա դահլիճից չեմ հիշում նմանատիպ դրվագ եթե նմանատիպ դրվագ ա եղել ապա հա այդ ձեր պարոն Վարդևանյանի բերած օրինակը շատ տեղին է եթե չի եղել ինչի ես գիտեմ որ չի եղել հետեւաբար տեղին չէ խնդրեմ Այսինքն ակնհայտորեն հաղթում են ոչ միայն ազգային ժողովի դահլիճում գտնվելու կանոնակարգը, էթիկական նորմեր, այլ նաև գուցե այն պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել կառավարող ուժի եւ ընդդիմության միջև լինել կառուցողական, չխաթել կարմիր գծերը, բարեկիրթ, բանապետ հարել եւ այլն։ Պարոն Ալեքսանյան, ձեր տպավորությամբ արդյոք ընդդիմությունը մտադիր է հաղթել այս կարգախոսով ձեր բերված պայմանավորվածությունը կամ գոնե այդ պայմանավորվածության խախտման եզրին եք այս բանը։ Չէ, չեմ կարծում, որ պայմանավորվածության խախտման եզրին է։ Կարծում եմ ավելի շատ պարոն Ղազինյանը այդ բանին տվել է էմոցիոնալ արձագանք իրավիճակին, ինչ չեմ խրախուսում, բայց այնուամենայնիվ կարծում եմ տեղի ունեցածը պահի ազդեցության տակ էմոցիոնալ արձագանքի շրջանակներում է կարմիր գծեր ուզում եմ շեշտել նույնիսկ այդ պահին չեն հատվել եւ բառապաշարը ազգային ժողովի դահլիճում դուրս չի եկել այն սահմաններից որոնք որ մենք գծել ենք ինչը նաեւ դուք եք ինչի ականատեսը նաեւ դուք եք եղել հարգելի գործընկերներ նմանատիպ իրավիճակներ կարող են լինել իհարկե ցանկալի է որ չլինեն բայց կարող են լինել բայց կարեւոր է նաեւ այդ իրավիճակներին արձագանքը իսկ ինչ վերաբերվում ազգային ժողովի ախր մենք այս առաջին նստաշրջանի մեկնարկից ի վեր ինչ տեսակ բան ասես չտեսանք ընդդիմադիր գործընկերները գալիս են ասում են առաջին անգամ վարչապետ Փաշինյանը նոր սահմանադրության մասին խոսել է երբ որ պատերազմը պարտվել են եւ Ալիևը դրա մասին ասել է սուտ
Բացարձակ սուտ 2 րոպե հետո դրա մասին ասենք հրապարակում են բանը ու կարծեմ եթե չեմ սխալ պարոն Ռուբինյանը հենց նախագահողի դիրքերից կարդաց ամսաթվով թե երբ է դա տեղի ունեցել հարգելի գոր մեր քաղաքացիներին մենք պարտավոր ենք նաև եթե հնչում է բացարձակ ապատեղեկատվություն զերծ պահենք այդ բացարձակ ապատեղեկատվությունից որտեղ քաղաքական գործիչներ եւ խորհրդարն առհասարակ պատասխանատու է դրա համար։ Հիմա հասկանում եք, մարդը կարող ազգային ժողովի նիստը նայում ու ինչ-որ բանի մասին մեր գործընկերները ընդդիմադիր մի սուտ բան են ասում, այս մարդիկ էլ դրա հիման վրա ինչ-որ այս կամ այն բանն են անում իրենց կյանքի։ Այսինքն այդ սուտ արտադրելու մանիպուլյացիաները արդյոք միտված չեն սադրելու մտորոտը։ Իսկ իմ կարծիքով ընդհանրապես քաղաքական ռեժիմը որ կարելի է իմ կարծիքով ուղղակի մեր ընդդիմադիր գործընկերների քաղաքական օրակարգը թույլ տվեք ասել այդքան էլ բովանդակալից չի եւ եթե դրանից հանենք սուտը առհասարակ այն մեղադրանքները որոնք հիմնված են միայն ու բացառապես ստի վրա դա կգուցե շատ բովանդակություն չմնա եւ նրանք ստիպված են լինում դրանով լցնել իրենց խոսույթի բովանդակությունը նույն Տիկին Հովսեփյանը օրինակ ես չհասկացա թե ինչ պարոն Հարությունյանին վերագրեց մի բան որը վերջինս չէր ասել անկեղծ չէ Չէ, կներեք, մի վար կներեք, բայց հաշվի առնելով այն զգացական կոնտեքստը, որը հարցին տվեց նախ Աննա Գրիգորյանը։ Էլի, ստելով ազգային ժողովի ամբիոնից։ Հասկանում եք, մի բան է, չէ, կներեք, դե քաղաքական ելույթ չի, կներեք, սուտ է։ Քաղաքական ելույթը հարգելի գործընկերներ եւ սիրելի քաղաքացիներ պարտադիր չի, որ իր մեջ պարունակի սուտ։ Չունենք, դե ունենք թող գան մի անգամ ցույց տան, բայց ինչի՞ այսքան ժամանակ, բա կներեք, բայց ինչի՞ այսքան ժամանակ մեկը իր հերթական ելույթի ընթացքում չեկավ այդ սուտը ցույց չտվեց, եթե ունի։ Որն է ցույց, որը օրինակ բերեք։ Որը օրինակ բերեք։ Դե նույն դուք կրկնում եք, որ սահմանության հետապատյան կայք կարծիքն է։ Այլ կարծիքը որն է, կա փաստ։ Հարգելի գործընկերներ, կա վարչապետի կայքում հրապարակված իր ուղերձը 20 թվականի սահմանության օրվա հետ կապված։ Չէ, իրանք այդպես չեն ասում, հիմա տեսեք դուք եք մանիպուլացնում, հարգելի Ռուզաննա, մի արեք։ Քանի որ առաջիկայում ազգային ժողովի դատին է ներկայացվել կառավարության ծրագիրը եւ բնականաբար կառավարության ղեկավարներ կայացնելու դրա քննարկմանը, պարոն Ալեքսանյան, դուք դեպքից առանձնելով մի հարցնալ։ Արդյոք ակնկալում եք, որ ընդդիմությունը կշարունակի մնալ քաղաքակիրթ, բարեկիրթ, կառուցողական ռեժիմի մեջ, հատկապես նկատելով այն հանգամանքը, որ նախորդ գումարման ազգային ժողովում ազգային ժողով կառավարությունը հարցը մտածել են լարված ջրագագի։ Ես կարծում եմ դա ընդդիմության շահերից է բխում առնվազն։ Եթե իրենց շահերը հետապնդեն, ապա պետք է իրենց այդպես պահեն։ Պարոն Ալեքսանյան, իսկապես եթե ձեր ձեռքը դնեք այդ խղճին ու ասեք, էլի, Նազիմյանի արածը դնեց պահվածք էր, որ դուք ՊՊՑ-ին ներսրացիք, որոնց ինքը ինքնաբավ ասեց, որ դա տղամարդավարի չի, այսպեսի որակում տվեց։ Ինչ բան, ասենք այն աստիճան դուրս է եկել իրավիճակը վերահսկողությունից, որ դուք ՊՊՑ-ն ներսկա։ Չէ, կներեք։ Հարգելի Ռիփսիմը Տիկին Ջեբեջյան թույլ տվեք ասել, որ ոչ ուժի ցուցադրություն էր, ոչ էլ իրավիճակը դուրս էր եկել ինչ-որ տեղից, բայց կա հստակ կանոնակարգ օրենք։ Այն կանոնակարգը, որի մասին ձեր ընդդիմադիր գործընկերները բարբերաբար խոսում են, հստակ ասում է, թե նախագահողը ինչ պետք է անի այն բանից հետո, երբ ինքը կիրառում է կարգապահական տույժ պատգամավորի նկատմամբ այն է, դա լիճից հեռացում մինչև տվյալ օրվա նիստերի ավարտը եւ պատգամավորը չի ենթարկվում դրան։ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում հստակ գրված է նախագահողի հաջորդ գործողությունները։ Այդ գործողությունները իրենցից ենթադրում են անվտանգության աշխատակիցների միջոցով պատգամավորի հեռացում, որտեղ կներեք, բայց նիստը նախագահողի երբ ինչ-որ մեկին հեռացնում է, դա լիճից այդ ինչ-որ մեկը անկախ նրանից թե ով է, պետք է հեռանա դա լիճից, ինչա նշանակում տղամարդավարի չի։
Իսկ չեք կներեք ինչ է նշանակում տղամարդավարիչ։ Դե պարոն Ղազենյանն էլ այդ դեպքում դե տղամարդավարինը տղամարդավարինը։ Պարոն Ղազենյանն էլ միջև այդ ասաց երկուզեմ այդ ժամանակ դուրս եկան, բա ինչի մի րոպե հետո դուրս եկավ այդ տղամարդավարի։ Հա այդ ժամանակ ուզեց։ Այ տեսեք տղամարդավարի մակարդակ եմ ասել։ Չեք կներեք, դա լավ դաշտ չի տանելու։ Եթե սկսենք տղամարդավարիով խոսել, հավատացնում եմ ձեզ շատ ավելի երկար կխոսեմ ու նորից վստահ չեմ, որ դա մեր այն հարգելի գործընկերների շահերից կբխի։ Այնպես որ առաջարկում եմ խոսել կանոնակարգի դաշտից եւ ոչ թե տղամարդավարի դաշտից։ Պարոն Ալեքսանդրյան, ուրբաթի հանձնարարողի նախագահների Ընտրությունից հետո կներկայացնենք մեր դիրքորոշումը։ Մինչ այդ խմբակցության ղեկավարը, եթե հարկ համարի, ձեզ կարող է ներկայացնել, ես խմբակցության դիրքորոշումը չեմ ներկայացնում։ Ինչու այսօր չարեցիք։ Վաղը ընտրությունը հայտարարեցին։ Տեսեք, դե չեմ հասցրել, տեղում չեմ եղել, չգիտեմ ձեր հետ էի խոսում, որտեղ գերադասել էի ձեզ, մեր խմբակցության հետ շփումներից հարգելի լրագրողներ։ Բայց դու չէի որոշել այդտեղ թե այսօր անել վաղան, բայց այդ հարցը շուտ կոնսենսուս չկար։ Չգիտեմ, անկեղծ ես, չեմ ֆիքսել այդ պահը։ Չեմ ֆիքսել։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, կհանդիպենք։